Vivan նշում է գործունեության 20-ամյակը։ Ուղիղ 2 տասնամյակ առաջ հենց այս հեռախոսով է կատարվել Viva-ի առաջին զանգը։ Զանգ, որը կատարվել է այնպիսի պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%։ Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2,3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ։ Vivan դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը։ Անցած 2 տասնամյակի հաջողություններ, ընկերության ռազմավարական տեսլական, ապագայի հավակնոտ ծրագրեր։ Այս ամենն է քննարկվել տոնական մթնոլորտում։ Viva ընկերությունը բջջային կապի առաջատարից վերափոխվել է տեխնոլոգիական եւ թվային առաջատարի։ Հաջորդ 3 տարվա ընթացքում 5G ցանցի եւ ամպային ենթակառուցվածքների զարգացման համար Vivan նախատեսում է ներդնել մոտ $150 միլիոն։ Ընկերության առաքելությունը մնում է անփոփոխ՝ ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար։ Գաղտնիք չէ, որ կապի ոլորտը շատ կապիտալատար է եւ պահանջում է լայնածավալ ներդրումներ, որպեսզի կապի որակը պահպանես եւ բարելավես։ Այս առումով ես պատիվ ունեմ ասելու, որ բաժնետերերի կողմից ընդունված բյուջեով 2025 թվականի միայն մոբայլ ցանցի կապիտալ ներդրումի բյուջեն կազմում է 23 միլիարդ դրամ։ Այս տարի ընկերությունում մեկնարկում է աննախադեպ ներդրումային ծրագիր, ուղղված ընկերության հետագա դիվերսիֆիկացմանը։ Vivan ներդրել է արտադրողականության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, սոցիալական ներդրումների եւ բիզնես բարևարքության նոր մշակույթ, օրինակ ծառայելով բազում կազմակերպությունների համար։ Vivan կորպորատիվ կառավարման եւ բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է։ Յուրաքանչյուր հաջողության հետևում կանգնած են մարդիկ, Viva ընտանիքի հին ու նոր անդամներ, նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար։ Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց, շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, եւ այդ գործընթացում Vivan մեծ դեր ունի։ Նորարարությունների կիրառումը տեխնոլոգիաների կամ լուծումների տեսքով մշտապես եղել է Viva-ի գործունեության անբաժանելի մասը։ Վերլուծելով այս տարիների անցած ուղին ընկերության, կարող եմ վստահ ասել, որ Viva-ն ապագայում եւս ապավինելու է նոր տեխնոլոգիական լուծումների, նորարարությունների, ել ավելի որակյալ դարձնելու կապը իր բաժանորդների համար, փոխելու հայաստանյան հեռահաղորդակցության ամբողջ պատկերը։ Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի, զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Տոնական օրն ավարտվել է մեծ համերգով Seasons այգում, հայտնի արտիստների մասնակցությամբ։